Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը նախորդային կառավարության նիստից հետո անկախության հռչակագրին հղում չանելու վերաբերյալ իր հայտարարությունները բավարար չհամարելով, այսօր որոշել է ուղիղ եթերում ևս մեկ անգամ հիշատակել իր այն կարծիքը, թե այդ հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, որովհետև դա հակամարտության հռչակագիր է։ Մենք ասում ենք, որ ոչ թե պետություն եք ստեղծում, ոչ թե այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Հայաստանի համար։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում սկսել է գործել Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Բեռնի սրտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը եւ ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը։ Միրզոյանն ընդգծել է, որ Ժնևից դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսն էլ շեշտել է, որ դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել գերատեսչությունների միջև։ Արցախի Մարտունու շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, ակնայի բնակիչ 58-ամյա Հովիվ Ռամիզ Հաջիևը նախկին շփման գծի ականազերծված տարածքում ձիով անասուններ արածեցնելիս պայթել է հակատանկային ականի վրա։ Շրջանային դատախազությունը հետաքննում է միջադեպը։ Fly Dubai ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի Դուբայից դեպի Երևան եւ հակառակ ուղղությամբ։ Ավիաընկերության հայաստանյան գրասենյակը հայտնում է, որ մարտի 12-ից 15-ին կատարվելու է օրական 2 չվերթ ըստ հաստատված չվացուցակի։ Նշեմ, որ հիմա չվերթի տևողությունը մոտ 6 ժամ է, նախկինում եղած 3-ի փոխարեն։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով ավիաընկերությունը ժամանակավոր սահմանափակել էր չվերթերի քանակը օրական 1 թռիչք իրականացնելով։ Միացյալ Նահանգները զգուշացնում է իր քաղաքացիներին վերանայել Ադրբեջան ուղևորվելու հնարավորությունը Իրանի հետ կապված հակամարտության աճի ֆոնին։ Պետդեպարտամենտը նշել է, որ որոշ տարածքներում ռիսկը բարձրացել է։ Ըստ հաղորդագրության չպետք է ճանապարհորդել դեպի հարավային սահմանային շրջան զինված հակամարտության վտանգի, ինչպես նաև Հայաստանի հետ սահման ականապատ տարածքների պատճառով։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո Իրանից անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռային հարձակումների շարունակական սպառնալիք կա։ Հիշատակվում է նաեւ մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հարվածը։ Ադրբեջանում կարգելվի մուրացկանությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Միլի Մեջլիսում ներկայացվել է օրինագիծ, ըստ որի մուրացիկությունը կպատժվի նախազգուշացմամբ կամ մինչև 200 մանաթ, մոտ $117 տուգանքով։ Սակայն եթե հաշվի առնելով գործի հանգամանքները եւ զանցանք կատարածի անձը, իրավապահ մարմինները տուգանքը անբավարար համարեն, կարող է կիրառվել մինչև 10 օր վարչական կալանք։ Անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելը կպատժվի մինչև 500 մանաթ, մոտ $294 տուգանքով կամ մինչև 15 օր վարչական կալանքով։ Եվ վերջում 11-ամյա երգիչ Ալբերտ Արմենակյանը, որը ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2025-ում, Ֆրանսիայում փողոցային երաժիշտների հետ կատարել է Դլեյաման երգը։ Կադրերում երևում է, թե անցորդներն ինչ զարմացած հայացքներով եւ հուզված են հետևում տղայի ելույթին։ Տեսանյութն արդեն 100 հազարավոր հավանումներ ու հազարավոր մեկնաբանություններ ունի։ Օգտատերերը մեծ հիացմունքով են արձագանքել պատանի Ալբերտի հզոր ձայնին, զգացմունքային ու հուզիչ կատարմանը։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու ուրբաթ 13-ը։